Երբ որ մենք խոսում ենք զինված ուժերում այս կամ այն փոփոխությունների մասին, պետք է հասկանանք, թե դրանք ինչ ազդեցություն ունենում զորքերի մարտունակության վրա, ինչ ազդեցություն ունենում զորքերի բարոյական վիճակի վրա, եւ մեր համար շատ կարեւոր ուղղություններից մեկը դա զինված ուժերի համալրումն է, որի խիստ խնդրալուց լինելու հանգամանքի մասին նույնիսկ իշխանությունն է որոշակի պարբերականությամբ խոսում։ Հիմա այն ինչ որ այսօր տեղի ունենում այդ նախագծի համատեքստում, սա ոչ միայն խնդիրներ է առաջացնելու բանակի համալրման մասով, այլ խնդիրներ է առաջացնելու նաև հասարակության ներսում եւ գաղափարական եւ սոցիալական բևեռացման տեսանկյունից, որովհետեւ տարանջատվելու են առանց այդ էլ այս իշխանության օրոք հասարակության մեջ արկա տարբեր խմբերը եւ կոպիտ ասած ունևորներ, չունևորներ, հարուստներ, աղքատներ, մարդիկ, ովքեր հնարավորություն են իրենց տղաներին ազատելու եւ չազատելու, եւ դա զուտ սոցիալական համատեքստում չի մնալու, որովհետեւ պատկերացրեք իրավիճակ, երբ որ միևնույն բակում, միևնույն թաղում, միևնույն համայնքում լինելու են մարդիկ, ում որդիները գնալու են պարտադիր ժամկետային ծառայության, գնալու են վարժական հավաքների, Աստված մի արարցե, լինելու է պատերազմ, գնալու են պատերազմի եւ լինելու են մարդիկ, ովքեր չեն գնալու։ Իհարկե իշխանությունը փորձում է ցույց տալ, որ 20 միլիոն վճարելու եւ 1 ամիս ծառայելու պայմաններում դիտարկվում է այդ մարդկանց պահեստազորում ընդգրկելու հանգամանքը, բայց 1 ամսում անհնար է իրականացնել այնպիսի պատրաստություն, որի պայմաններում մարդը հնարավորություն կունենա հնարավոր ռազմական գործողությունների ժամանակահատվածում պարզապես ներգրավել այդ գործողությանը։